Բարև ձեզ, Վարդան Վարդանյան, VV Talks։ Այսօր եկեղեցու մասին, առարկայական։ Եվ մոտ հարցը առաջանում ամեն անգամ, որ լսում եմ Հայաստանում բողոքում են կաթողիկոսը սենց արել, չգիտեմ, իր եղբայրը սենց արել, այս ինչ առաջնորդը սենց արել, ասում եմ ինչ անում, որ չենք լսում այդպիսի բաներ, ասենք թե ինչ որ բիզնեսներ են անում եւ այլն, հոգեվորականները Սփյուռքում, հա, օրինակ Ամերիկայում առաջնորդը ինչ որ փող սարքի բիզնեսներ կողքից կամ ինչ որ ընտանիք ունենա, չգիտեմ, սիրուհի վրան։ Եվ երբ որ մտածում ես դրա մասին, սկսում ես հասկանալ, որ հիմնական պատճառ կա։ Չեմ ասում, որ Սփյուռքում բոլորը սուրբ են եղել եւ այդպես բան չի եղել, են վատ դեպքեր իհարկե, բայց չես հանդիպում sense հաճախ։ Եվ իմ կարծիքով հիմնական պատճառներից մեկը եւ միգուցե առաջինը նա է, որ Սփյուռքը եկեղեցուն տարբեր ձևի է նայում։ Դա չի նայում, որ այսպես quasi պետական ինչ-որ մի հատ կառույց է, որի հետ ինքը շատ այսպես առնչություն չունի, հա։ Բացի որ հավատք ունի, գնում է եկեղեցի մեկ-մեկ, նույնիսկ կարող է մատաղ անի ինչ-որ բանի համար, նկնում խարսանիկ արդեն պարզ է, այս առաջ չի, որ ինչ-որ վախենան եւ այլն, այդ ձևով։ Սփյուռքում եկեղեցին ավելի նայում են որպես համայնքի ունեցվածք, կոպիտ ասած, այսինքն դա մերն է, օրինակ ինձ համար իմ եկեղեցին իմն է, ոչ թե այն ընդհանուր հասկացողությամբ, որ ունեն բոլոր հայերը, որ ես հայ եմ ծնվել, ուրեմն հայոց առաքելական եկեղեցին իմ եկեղեցին է, ոչ թե այդ ավտոմատիկ ձևով։ Դա այդպես նայում են, ասում են ու վերջ, դրանով սկսում է, դրանով վերջանում է։ Այլ ավելի կոնկրետ իմաստով, ինչու համար, որովհետև Սփյուռքում եկեղեցին ոնց որ ասում են, it's not a given, հա, տրված չի, դա որ ստեղծել ես դու ասելով դու կամ քո նախորդները, քո պապերը կամ հայրը կամ եւ ընտանիքը, ասենք, այդ ձևի դու կարող ես տեղափոխվել ես այնտեղ, բայց դու արդեն ոնց որ ասում են adapted ես եղել, այսինքն որթեգրված մեկն ես այնտեղ, պարտականություն ունես այդ եկեղեցի նկատմամբ, դա ամերիկացիները ընդհանրապես այդ ձևի են անում, իրանք հայերն են որովհետև ինչպես է ստեղծվել, ասենք Ամերիկայում կամ Լիբանանում կամ որևէ տեղ եկեղեցին, եկել են հայերը հավաքվել են, ասել են մենք պետք ունենք եկեղեցի ենք ուզում ունենանք, ու սկզբում ինչքան կարողացել են, մի հատ կարող եկեղեցի վարձում են ուրիշ ինչ-որ մի գոյություն է եկեղեցի, ասում են դուք հոպատարակդ վերջացնում ես, հետո ես վարձեմ իմս անեմ այնտեղ, կամ ինչ-որ սրահ եմ վարձում, այնտեղ խորան են այսպես սարքում ուտեղ մի բան են անում եւ այլն չունես քրեական քահանա չկա խնդրում ես առաջնորդին որը քեզ ինչ որ մեկին ուղարկում է ասենք թե ամիսը մի անգամ պատարակ անելու համար կամ տարին մի քանի անգամ եւ այլն այս ինչքան հեռու ես ասես ասած կենտրոնից հա մնացած տեղերից որտեղ եւ հետո արդեն այդ համայնքը հենց այդ հավատացյալ այդ հայերի այդ խումբը որը ուզում է եկեղեցի ունենալ փողը հավաքում վերջապես կամ հողը առնում վրան եկեղեցի է սարքում կամ արդեն մի հատ եկեղեցի է առնում որը այլևս չունի ծուխ այսպես ասենք եւ ծախում են այդ ունեցվածքը, հա, կալվածքը։ Օրինակ հայերն են մեկ-մեկ եղել Ֆլորիդայի հին եկեղեցին downtown-ում ծախեցին։ Ֆլորիդայի դպրոցական համակարգին, նրանց շենքեր պետք, տեղեր պետք, հողեր պետք, հա։ Իսկ դա գնվել էր ինչ-որ 21 թվականի, 23 թվականին պատկերացեք այդ ժամանակ այդ եկեղեցին էլ իրանք չէին սարքել, առել էին, որտեղ ճարտարապետությունը որ նայում եք, լրիվ ամերիկյան եկեղեցու ճարտարապետությունը էր, հիմա այլևս չէ, նորը որ սարքել են հայկական է։ Մի խոսքով եկեղեցի են ձեր բերում այդպես, եւ իրանք են պահում այդ եկեղեցին։ Այսինքն բոլոր ծախսերը լույսի ջուրի, չգիտեմ, հասկանում եք, այդ բոլորը պետք է իրանք հայթայթեն այդ գումարը, ոչ ոք չի տալու իրանց այդ գումարը։
այն մարդիկ, որոնք կարող է կողքը ապրում է, ինքը չի համարում, որ ինքը այդ եկեղեցու անդամ է, դա ինքը բան չի անում, բայց մեկը, որ համարում է ես ուզում եմ ունենամ եւ եկեղեցի ստեղծում, հա, իրենք այդ պարտավորությունը իրենց վրա են վերցնում, որ ամբողջ ծախսերը հոգան։ Եվ երբ որ գրում են առաջնորդին ասում են այդ համայնքի առաջնորդը Ամերիկայում կա արևմտյան եւ արևելյան առաջնորդը եպիսկոպոսին կամ ասում են որպես բանապետ մենք եկեղեցի ենք հիմնել արի օրհնի մեզ էլ մի հատ քահանա տուր նա կոպիծով մեզ բոլոր պատմում իհարկե բայց այդպես ալնում վերջո գալիս են օրհնում են դա դառնում է պաշտոնական արդեն եկեղեցի եւ արդեն դու եթե քեզ նշանակել է արդեն մշտական քահանա ունես այդ քահանան իր ընտանիքով է գալիս ասենք կինը դառնում է երեցկին այսպես առաջի տիկինը հա այդ ծուխի Եվ սկսում են աշխատել բոլորով եւ այդ ծուխը այդ մարդկանց հավաքված նրանք են որ վճարում են ոչ միայն եկեղեցու շենքի տարածքի ամբողջ ծախսերը այսպես կոպիտ ասած հա նաեւ դեր ներքին կահավորանքը մոմերնա եւ այլն պետք է պետք է անի այդ գործը իրենք նաև վճարում են քահանայի ռոճիկը իրեն բժշկական ապահովագրությունը տուն են տալիս մեքենայի ապահովագրությունը եւ այլն իրեն իր համար թոշակ է սահմանվում իսկույն թոշակի համար ներմուծումներ անես ամեն ամիս իրեն ինքը դա լուրջ աշխատանք է համարվում հա եւ սահմանված կանոններով օրինակ արևելյան ուրեմն առաջնորդան իր կանոններ ունի նոր սկսող քահանային ասենք երիտասարդ մեկն է այսքան պիտի վճարես այսքան տարուց հետո այսքան պիտի վճարես այս բաները պիտի ապահովես այս բոլոր բաները գրված են համաձայնությամբ դա եկեղեցին չի պարտադրել եկեղեցիների հաճախող հավատացյալների խորհուրդն է որոշել այդպես որ պիտի լինի այդ կարգը պիտի լինի եւ դա տարածվում է բոլոր ինչպես նաեւ նոր եկեղեցիների վրա հա որ ստեղծվում են ոսկով դա այդ համակարգն է մամիկ շավելի կբացատրեմ ինչպես է դա բայց հոգեվորականը որ գալիս է նա հենց դրա համար էլ պատասխանատու է ի պաշտոն է նա առաջնորդն է այդ ծուխի հա բայց եւ նաեւ ինքը համայնքը եկեղեցին կառավարում է եկեղեցական խորհրդի միջոցով նրանք են իրականում կարծես կառավարությունը այդ խորհուրդն է իսկ ասենք քանան դա ոնց որ ասես պրեզիդենտն է հա head of state-ն է երկրներում լինում պարլամենտական համակարգերի մեջ ոնց է պրեզիդենտ կա եւ պարլաման կա չէ վարչապետ կա այդ մոտավորապես բանն է ստեղծվում ինքը իհարկե ունի ֆրանսիական համակարգին շատ նման է ինքը մեծ իրավասություններ ունի բայց հիմնականում ինքը պատասխանում է արտաքին հարաբերությունների համար կրոնական հարցերով այս բաների համար բայց առօրյա ֆինանսական հարցերը գոյացնել այդ բյուջեն բոլոր այդ հարցերը լուծում են այդ ուրեմն խորհուրդը ցխական որը հավատացյալները որոնք անդամ են հիմա էլ կասեմ ընտրում են այդ խորհրդի ուրեմն անդամներին որոնք իրենց մեջ ընտրում են իրենց նախագահին որոնք դեղ ունեն Կանզապետ, քարտուղար, բոլոր կանոններով, ինչպես ինչու, որտեղ դա պահանջվում է օրենքով նույնիսկ, որովհետև եկեղեցիները համարվում են ոչ շահութաբեր կրոնական corporation-ներ, այսպես ասած, դու պիտի ունենաս այդ օրենքի առաջ իրենք ունեն այդ legal status-ը այդպիսի, հա, իրենք legal անձ են համարվում իրավաբանական եւ որպես corporation պիտի ունենաս քո board of directors ասում են, չէ, այդտեղ կա chairman կա կամ chairwoman կա եւ այլն, բոլոր պաշտոնները կան։ Նույն ձևի եկեղեցին այդ համակարգով է կազմվում։ Եվ այդ խորհրդի նախագահը
իրականության այդ օրենքի առաջ ինքը պատասխանատու է, որ ամեն բան չես կարող անես։ Ինքը պետք է վճարեն այս մարդիկ պետք է պատրաստեն պետական բոլոր հարկայինի համար թղթերը, եթե պետք է իհարկե հարկ չեն վճարում, իրանք ազատված են հարկերից, եկամտահարկերից եմ ուզում ասեմ, դրա մասին է խոսքս, որ բոլոր մուտքը, որ գալիս է նվիրատվությունների ձևով կամ ուրիշ որևէ, ասենք թե միջոցառումների հետևանքով հավաքված դրամները, դրանք ազատված են եկամտահարկից։ Նրանք, որոնք նվիրատվություն են անում, նրանք էլ այդ գումարը ըստ այնմ պակասեցնում են իրենց եկամուտի գումարից եւ հետեւաբար իրենց հարկի չափը պակասում է, որտեղ ավելի բարձր հարկի վրա ավելի շատ է վճարում եկամուտի վրա, քան թե ցածր եկամուտի։ Ինչ որ նվիրել ես եկեղեցուն, այդքանով պակասացրել ես քո եկամուտի չափը։ Դա էլ խրախուսելու համար։ Ուրեմն այս համակարգը ինքնակառավարման համակարգ է։ Առաջնորդը Նյու Յորքից չի գալիս Վաշինգտոն ասում թե դուք էս պիանեք ինձ էս ինքը իր առաջնորդարանը բոլոր եկեղեցիներից իր թեմի հավաքում է իր հարկ չեմ ուզում ասեմ, բայց մուծումները գնում են իհարկե, նա էլ պետք է ունենա եկամուտ, բայց այդքանով սահմանված չափով եկեղեցիները, ասենք արևելյան ափը իրան նա վճարում Նյու Յորք, արևմտյան վճարում է այնտեղ Լոս Անջելես եւ այլ։ Եվ սա նույնն է Կիլիկիայի թեմի մասին, միայն էջմիածնականը չի, բայց կարևոր մոմենտը այն է, որ էջմիածինը չի վճարում ռոճիկը ոչ մեկի։ Եվ էջմիածինը չի թելադրում թե դու ինչպես ես ծախսում քո փողը, ինչ ես առնում, երբես ինչ անում եւ այլն, այդպեսի բանը խառնվել չկա, չի կարող այդպես բան անել։ Կրոնական հարցերում իհարկե, աստվածաբանական հարցերում իհարկե, բայց ոչ եկեղեցու ասելով հասկանում եմ այդ ստուխը, հա, ամբողջ մարդիկ իրաց մեջ դրա գործերին չխառնվում։ Եվ այս ստրուկտուրան աշխատում։ Եկեղեցիներն էլ իրենց հերթին ուղարկում են պատգամավորներ, ուրեմն եկեղեցու խորհուրդը ընտրված է հենց իրենց հավատացյալների կողմից, իսկ անդամներն ասելով հիմա այդտեղ կբացատրեմ, ինչպես է, դու ինչպես ասեցի Հայաստանում ոնց է, եթե դու հայ ես ծնվել, դու հայոց եկեղեցու անդամ ես, այսպես ասած, հա, միշտ կարող ես գաս, գնաս եւ օգտվես, բայց իրականության մեջ անդամ լինել նշանակում է, որ դու ինչով ես անդամ, դու անդամավճար ես վճարում, դու ինչ որ մի ձևով այդ եկեղեցուն պահելու համար ծախսին մասնակցում ես։ Անդամավճարը իրականության մեջ շատ փոքր է, այնպես չկարծեք, որ ինչ որ մեծ գումարների մասին ենք խոսում, դա ոչ թե ասենք թե որոշ ասենք մորմոնների կամ բողոքական եկեղեցիների կամ հրեական սինագոգների մեջ չի, որ 10% եկամուտիդ պիտի մուծվես, թե չէ անդամ չես կարող լինել եւ այլն։ Դից բան չկա, եկեղեցին խորհուրդը ինքը որոշում է ինչքան պիտի դարձնի այդ գումարը։ Հարուստ եկեղեցիները շատ չեն մեծացնում, որտեղ արդեն իրանք հարուստ են, ասենք ֆոնդեր ունեն արդեն տարիներից ժառանգություններ են թողել մարդիկ եւ այլն, կտակներով եւ կամ նվիրատվություններով։ Իսկ նորակ որ նոր են սկսում, իհարկե նրանք ավելի շատ պետք ունեն փող, այնտեղ կարող է մի քիչ ավելի բան լինի, բայց խոսքը գնում է $200-300 մասին տարին։ Հա, այսինքն չունես էլ ոչ չի վազում, հա, բայց որպեսզի քվեարկես, ընտրվես որպես խորհրդի անդամ եւ այլն, պիտի այդքանը վճարես, էսի ոնց որ բան է, ընդունված ձև է։ Եվ դա բայց մարդուն բան է, ոչ թե կապում, այլ ստեղծում է իրապես you have a stake in it, ասում են, you մեջ բան ունես, մեջ ինչ որ բլումա ունես, հա, այդ բանը հասկացողությունը կա եւ դա շատ դրական իսկապես բան է։ Սա հասկանում ես, սա հայաստանյան ականջների շատ տարօրինակ բան է հնչում, որ ինչ որ պիտի գնաս, ինչ որ եկեղեցու ամեն տարի ինչ որ բան վճարես, հա, այդ ով է այդպես բան տեսել։ Ես անդամ եմ, որտեղ հայ եմ, ու բարձ։ Բայց դրսում չես կարող այտենց ասելով եկեղեցի պահես, այդ երկրներում էստեղ ընտեղ, ոչ ոք քեզ ոչ մի տեղից դոտացիա չի տալիս պետությունը, ոչ էլ չգիտեմ ուրիշ ձևերով, ինչ որ բաներով եւ մոմ բարելով էլ փող չեն աշխատում, այստեղ ասեմ ձեզ, մոմ ծախում են իհարկե, բայց դա էական
գումարչի ձևակերպում, որ դու կարողանաս ռոճիկ վճարես, եկեղեցի պահես եւ մեկ էլ չէ մի քանիս եւ այլն։ Մի խոսքով անդամների արած ջանքերն են դրանք, որ իրանք դիներներ են անում, ընթրիքներ են տալիս, չգիտեմ, պիկնիկներ են կազմակերպում, չգիտեմ ինչ են անում, այնտեղ բաներ են վաճառում, տոնավաճառներ են սարքում, հայկական խոհանոցի շապատ են հայտարարում եւ ամբողջ այդ շրջանի ամերիկացիներն նույնիսկ գալիս են այնտեղ ուտելու, էլ հայերն էլ իհարկե իրանց հերթին եւ մարդիկ իրենց ժամանակը դոնետ են անում այդ ուտելիքը, որ ծախվում է, որպեսզի եկեղեցու համար փող առաջանա։ Իրենք գալիս են իրենց ուտելիքներ են նվիրում, աշխատանքներ են դնում, մեկը տաղանդ ունի փախլավա սարքելու, մեկը տաղանդ ունի խորոված սարքելու, մեկը եւ այս մարդիկ իրենց չի, որ անգործ մարդիկ են, ասենք բիզնեսմեններ են, փողով մարդիկ են, իրավաբան կարող է լինի, մեկ մի հատ ունեինք եկեղեցում ինքը գեներալ էր թոշակի գնացած, հա, եւ բոլորովին վատ չէր զգում, որ գա օգնի, ամեն ինչ անի, նույնիսկ խորհրդի նախագահ էր դարձել եւ այլն։ Սա շատ համարվում է պատվավոր գործ, ոչ թե այնց որ դու տատիկների, պապիկների վրա չի նստած եկեղեցին, այսպես ասեմ, հա, միայն։ Սա ակտիվ մարդկանց բոլորը եւ ընդհանրապես սփյուռքահայերը բոլոր իրենց կյանքի ընթացքում ինչ որ տարբեր ֆեզերով, ֆազաներով են անցնում, այսինքն սկզբում երեխա ժամանակ գալիս են Կիրակնորիա դպրոց, այնտեղ կրոնք են սովորում, լեզու են սովորում եւ այլն, ուզեն մամաները բերում են իրենց, նույնիսկ շատ խառ ընտանիքներ, որ մայրը ամերիկացի է կամ հայրը, էլի բերում են երեխային, որտեղ ուզում են որ այդ երեխան այդ մասն էլ սովորի իր, ասենք գեների, հա։ Հետո արդեն գալիս են այնտեղ երիտասարդական կազմակերպության եկեղեցունքից, հա, հարող նրա մեջ են մասնակցում, իրար հետ գնում են, չգիտեմ, կարող է լինի ինչ որ սկաուտ լինեն կամ երկի բարի ինչ որ խումբ կազմեն, կարող է ինչ որ ուրիշ բաներ անեն։ Հետո գալիս են, ասենք թե արդեն իրանք են իրենց երեխաներին բերում, հետո ասենք կարող է հետո իրանք սկսում են ավակ անդամների կազմակերպություն կա, նրա մեջ են մասնակցում։ Մի խոսքով տարբեր ինտենսիվությամբ ասենք, հա, մարդիկ կա որ գալիս են գնում են, հեռանում են, մոտենում են ըստ իրենց աշխատանքի բնույթի կամ տեղափոխվում են ստեղից այնտեղ փոխում են համայնքը, ուրիշները կամ մնում են ամբողջ կյանքում նույն ծուխի մեջ, հա, այսպես Եվ այնքան հետաքրքիր է որ նայում ես նկարները ոնց են տիկնած միությունը, այսպես ասած, մեր ասենք եկեղեցու 1932 թվականին իրենց տարեկան ճաշն են տվել քահանան ով էր այդ ժամանակ, ովքեր էին այդ այսպես ասած շատ սիրուն հագնված այն ժամանակվա ձևերով, հետո նույն բանը տեսնում ես 60-ականներին, 70-ականներին, տեսնում ես ոնց են փողում սերունդները այս բանի մեջ, հա, ինչ որ շատ իրականում գեղեցիկ բան է սա։ Երեցկինը, այսինքն կանայիկինը շատ ակտիվ գործ ունի անելու, նա ընդհանրապես ասում են կանանց Women's Guild են ասում, կանանց կազմակերպության ի պաշտոնեն նախագահն է, հա, եւ հազար մի ուրիշ բաներ է անում, էլ չասեմ, եւ երևում է որ լավ է, շատ զգում ես տարբերությունը, հա, եկեղեցում իրենց ակտիվությունը շատ կարևոր է եւ այդպես, այսինքն այս գործը, որ արվում է եւ դա արվում է այդ ծուխը, այդ մարդիկ են անում վերևից նշանակված չի, այսպես մարդիկ կա իհարկե բլազե գալի գնում են տոնից տոն կամ միայն ծնունդին, սուրբ ծնունդին կամ զատիկին եւ այլն, բայց ուրիշներ ավելի ակտիվ են կամ փոխվում է տարիքի հետ, ասենք թե ուսանողը հիմա ժամանակ չկա գնում աստեղ այնտեղ ուրիշ տեղ գնացել սովորելու, կարող է տարին երկու անգամ գա, բայց հետո սկսում է հենց որ տանիք են ունենում, մեկ էլ հայտնվում են իրենց ճուտերով։ Այդ շատ բան է այդ ձևի։ Եվ ասեցի, հա, համարվում է դա պատվավոր գործ է, էլի։ Բայց դա նշանակում է իրանք տերն են եկեղեցում։ Եվ այս մարդիկ նաև ընտրում են իրանց ներկայացուցիչին, դելեգատին ուղարկում են, որ ինքը այդ թեմի եկեղեցական խորհրդի անդամ դառնա։ Ուրիշ խոսքով ասենք Արևելյան ափը ամբողջ թեմը ունի 100 քանի եկեղեցի, չէ, մինչև Կանադայով բանով։
իրանք այդ ամեն եկեղեցուց մարդիկ գալիս են որպեսզի առաջնորդարանում էլ իրանք ներկայանան որպես ոչ եկեղեցական բարձ մարդիկ եկեղեցու անդամներ եւ կատարեն այդ նույն օրենսդիր մարմնի եւ գործադիր հսկիչ մարմնի միացած խառնուրդա դա, հա որը դերն է կատարում առաջնորդարանի համար տարեկան ժողովներ ունեն մի քանի անգամ ոչ թե մի անգամ եւ այլն մանրամասները կարեւոր չի սկզբունքն է կարեւոր որ անդամները իրանց ոնց են զգում տեր իրանց եկեղեցու եւ եկեղեցին իրանց օգնում է սպասարկում է եւ հասկանում է որ իր դերը այդ է ոչ թե իրանք ինչ որ բան ունեն այսպես կարծես այդ եկեղեցին իրանց ժառանգությունը տրված կամ ինչա չգիտեմ եւ իրանք կարող են դիրա տնօրինեն ինչպես ուզում են, հա, դրանց ֆինանսական միջոցները եւ այլն։ Ես 100% կարամ ասեմ, որ իրանք չեն տնօրինում ֆինանսական միջոցները մի անձնաձևով։ Հա, իրանք կարող են ինչ-որ փոքր բան ունեն, բայց ընդհանրապես դա կատարվում է այդ ընտրվածների, ասենք ասենք, կոլեկտիվ համաձայնությամբ։ Տվյալ դեպքում եթե մի եկեղեցու մասին ենք խոսում, հաստատ այդպես է, հա։ Այնտեղ փողերը ստանում են, գրանցում են, հաշվում են դիպոզիտ են անում բանկում կամ investment են անում եւ ծախսերը փակում են եւ նույնիսկ ֆոնդեր են առաջացնում օրինակի համար մարդիկ կողոտան ասեն սպეციფიկ նպատակի համար էսի տալիս եմ իսում յուղագին են ասում կամ մոմիկին են ասում կամ ծախի կամ տալիս են կիրակնորիա դպրոցի ֆոնդին միայն այնտեղ կարող է ծախվի ուշտեղ չծախսվի ուշտեղ չի կարող ծախսվի տալիս են միայն ասենք թե Սուբսիդիու կապակցությամբ ինչ որ մի $200 մեկը donation կարող է տա, մեկը կարող է 20,000 տա։ Փողա պետք ուրիշ բան հորինի, մտածում են ինչպես անեն, ասենք թե փոքր ինչ որ sense տաբլոներ են սարքում անունը գրված donation-ների հետ, ինչ որ բանի հետ կապված եւ այլն։ Տարբեր բաներ են անում, պետք է արվի, ճարճ ունես, պիտի անես։ Scholarship-ներ են տալիս երեխաներին, ուրեմն կարող է ֆոնդ ունենան դրա համար։ Ինչ որ մեկը նվիրատություններ է տալիս երեխեքի ուսման վարձերը փակելու համար։ Ես մի հատ ընկեր ունեմ վերցրեց բան արեց 6 հատ քանի հատ արդեն չեմ հիշում ահագին թվով շատ պրեստիժն գերեզմանատնում հող առավ տարբեր որպեսզի ու նվիրեց եկեղեցիներին ասեց ես քեզ եթե մի աղքատ հայ բահանա տեղ չունի ընտանիքը չի կարողանում եկեղեցին թողեցի նվիրի որ այդ մարդը արժանապատիվ տեղ ունենա բարձ բան մտածում են դրա մասին չեն մտածում չեմ բայց բանը որ պետքա մեկը անի մի խոսքով այս ձևի աշխատում ուրեմն այս համակարգի մեջ որտեղ հենց հավատացյալներ իրանք այսքան ներգրավվածություն ունեն եւ կոնտրոլ ունեն եւ ֆինանսների վրա եւ ամբողջ ասենք operation-ի վրա հա այդտեղ չարաշահումներ շատ դժվար է անել որտեղ տարվա վերջում մեկը պետք է բոլոր նորից հավաքվեն նորից բոլոր զեկուցումները բոլոր հարակիր մարմինների եւ եկեղեցական բոլոր մարմինների գանձապետից սկսած վերջացած հենց քահանայով բոլորը իրանց ներկայացնեն բոլոր ուրեմն հաշվե հսկիչ ուրեմն կոմիտեն կազմված է նա պետք է հսկի բոլոր դրամական բաները նայում են օդիտ են անում եւ այլն այս բոլորը կա հա այս բոլոր մակարդակների վրա օրինակ ասես տեղ մի հատ ինչ որ մեկ աշխարհում մեկը գա ինչ որ բիզնես սկսի անել չի լինի կամ սկսի ինչ որ կողքից ինչ որ ընտանիք պահի բաներ որ չի իմանա համայնքը դրա մասին եւ դա ընդունելի լինի դա աննարին բան է չի լինի մտածում եմ միշտ ինչ օրինակ կաթողիկոսի եղբայրը ամերիկայում չի օրինակ եկել առաջնորդ դա բարձա որտեղ չի անցնի ոչ մի տենց բան այդպես գործ ինչ որ ինքը իր մասին ասում են ասենք ինչ կարող է տենց բաներ արես Մոսկվայում Ռուսաստանում բայց Հայաստանում բայց չես կարա Ամերիկայում չես կարա Ֆրանսիայում անես էլ տենց բաներ մի խոսքով եւ չես կարող որտեղ համայնքը չի թույլ տա տեր են իրանք իրանց եկեղեցուն իրանց բեբին է իրանց զերով են սարքի իրանց զերով են պահում ով որ հարուստը որը գալիս է այնտեղ նվիրատվություն է տալիս այդ եկեղեցուն որպեսզի այս ծախսերը փակի կհանդուրժի որ հետո ինչ որ մեկ այնտեղից ինչ որ
տանի կամ լվանա կամ չորս բաներ արի, դա ոչ մեկ չի անում։ Այդ եկեղեցու անդամ էի Ֆլորիդայում, որտեղ նոր կառուցել էին ամենամեծ փողը տվողը ինքը հսկայական մեծահարուստ մարդ էր, հսկայական, խոսում եմ հարյուրավոր միլիոնավոր տեսակի Ֆլորիդայի որերորդ հարուստն էր, հա, ինչ-որ առաջի 10-ի մեջ էր մտնում, ես ձևի ասեմ։ Այդ մարդը այդ տարիքին ամեն կիրակի գալիս էր եկեղեցի, օգնում էր, չգիտեմ ինչ էր անում, երկու անգամ տեսել եմ ինքը գնացել է զուգարանն ամաքրել, որովհետև մեծ այնտեղ բանի ժամանակ նոր տարվա գիշեր են տոնում, գնում գալիս են զուգարան սկսում է շատ վատ երևալ արդեն, հա։ Այդ մարդը գնացել է մաքրում էր բաներ անում, այդ գիշերով որտեղից են բան կանչելու, չէ, հավաքարար չկա եւ այլն։ Պետք է արել անում էր եւ ծիծաղելի էր արդեն դա, հա, ոչ ոք չի սպասում որ դու տենց բան անես բնականաբար, բայց ինքը իր բեբին է, իր երեխեն է, իր բան ասում դրան, ցավ ասում դրա համար, պարտականություն ասում է դրա համար։ Այդ ծեվի մարդկանց մոտ չես կարող բաներ խաղաս, այս մարդը ասում են գելակերել ես գործի մեջ, հա, տենց բաներ չի լինի, դրա համար տենց է լինում։ Մի խոսքով, երբ որ բողոքում են Հայաստանում, Հայաստանի եկեղեցու իրավիճակի մասին, այդ նրանից է, որ այնտեղ մարդիկ այդպես չեն նայում եկեղեցուն, դեռ չեն։ Մանավանդ մի քիչ կրթված ինտելեկտուալ, այսպես ասենք, հա մարդիկ այդ ընդհանրապես չեն համարում, որ դա իրանց գործն է, այնտեղ խառնվեն, չնայած հասկանում են կարևորությունը, լավ պաշտպանում են եկեղեցու կարևորությունը արտահայտելով եկեղեցու ուզում են, որ ավելի լավ լինի, բայց իրանք մեջ չկան։ Այս առօրյա իմաստով չկան իրանք մեջ, հա։ Եվ դա քննադատություն է, բայց ոչ իրանց անձի նկատմամբ, այլ սիստեմի նկատմամբ, որտեղ դա տենց են սարքել, դա ուտես չի եղել ժամանակին։ Սովետական սիստեմը տենց սարքել է, ուտենց գնում է, եւ դա չեն կարողացել ետ խլել, որտեղ մարդիկ չեն իմանում, նույնիսկ որ սենց բան կա։ Մեկ մտածում ես, որ միգուցե պետք է գան ստեղ տեսնեն ոնց է աշխատում, գնան այդտեղ սարքեն, միգուցե պետք է ընտրում ես ռեֆորմ պետք է արվի եկեղեցական եւ ճիշտ է որ եկեղեցականները անեն։ Միգուցե պետք է ընդունեն այս մոդելը, Սփյուռքի մոդելը ընդունեն այնտեղ, այդ ինչ որ ձևով ինչքանով հնարավոր է։ Երբ կաթողիկոսները որ դրսից էին եկել, սկսած Վազգեն առաջինը, որ Բուլղարիա էր ծնվել, հետո Գարեգին առաջինը, որ Քեսաբ էր ծնվել, հա, հետո կրթությունը իհարկե Լիբանան էր անցկացրել, Լոնդոն էր սովորել, քանի լեզու գիտեր, աշխատություններ էր գրում, հայտարարակ կրթված մարդեր եւ եկեղեցական խորհրդի աշխարհի մեջ շարքված էր մարդ, ճանաչված էր եւ նույնիսկ ինքը չկարողացավ շատ բան փոխի, պետք է ռեալիստիկ լինել ինչ որտեղ, բայց պետք է անել եւ դա պետք է եկեղեցին ինքը անի ներսից, միգուցե տեսնելուց կամ սովորելուց հետո կամ ստեղից հրավիրելուց Սփյուռքից եմ ասում, ոչ թե Ամերիկայից անպայման, այդ օգնությունը պետք է ստանա, որտեղ իրանք եթե չանեն ուրիշ ձևի է լինելու ավելի վատ ալնելու, մարդիկ վերջո հասնելու այդտեղ, իրանք են հասկանալու, պետք չի որ օրենքի ուժով ստիպվի իրանց այդ բաները, չնայած ինչպես ասեցի Ամերիկայում սպանը օրենքի մեջ գրված ձևով դրանք ոչ շահութաբեր կազմակերպություն է եւ իրավունքները, բայց ամեն եկեղեցին առանձին, ոնց որ ասեք Երևանի համար, ասենք այն կոնդի եկեղեցին առանձին corporation է, այն մյուս եկեղեցին առանձին է, ամեն մեկ իր խորհուրդ ունի, ամեն մեկ իր հաշիվ ունի բանկում եւ երևի Հայաստանում էլ այդպես է, չգիտեմ, կարող այդպես է, բայց հաստատ բարձա որ ծուխ այդ մասնակցությունը, այդ ակտիվ մասնակցությունը, այդ կոնտրոլը, այդ փողերի վրա եւ եկամուտի վրա, աշխատանքի վրա չունի, ինչպես ունեն, ասենք Սփյուռքում կա։ Եվ դա շատ կարևոր բան է, հա, առանց դրա չես կարող դու կարգի հրավիրել այդ վիճակը բերել նորմալացնել եւ այլն։ Եվ գիտեք ինչ, երբ որ տենց է լինում, եւ ճիշտ ասեմ ձեզ, եկեղեցին էլ ավելի հարուստ է լինում։ Մարդիկ երբ որ մեջ աշխատում են, իրանք էլ բան ունեն, ստեյք ունեն մեջ, այսպես ասած, հա, բան ունեն, ինչ որ ավելի էլ օգնում են տարիների ընթացքում եւ այլն, հա, եթե դու մենակ պետք չի սպասես, որ մեծ ինչ որ հարուստ մեկը մի հատ եկեղեցի սարքի ու վերջ, կանգնի մի կողմ։
կամ փողտա ինքը չկա մեջը ինձ ես ավելի շատ լավ կլներ որ այդ մեծահարուստը ոնց որ իր բիզնեսն է լավ աշխատացնում շահութաբեր ձևով ինքը մտներ ու այդ եկեղեցու ֆինանսները ուղղեր դզեր եւ կոնտրոլ աներ եւ այդ աշխատողներին պահեր ճիշտ ձևով եւ այլ հա եւ եկեղեցու առաջնորդների եւ համայնքների միջև այդ հարաբերությունը ավելի կբալավանար ու ավելի ճիշտ ձևով կդրվեր եւ չեմ դնում սա միայն հարուստների գլխին սա պարզավոր բոլորին է ընդարկվում հենց պրոֆեսորները ունեն ինչ վատ կլիներ որ իրանք մասնակցեին ասենք թե ուսուցիչները եւ մտավորական մասան հա այսպես ասենք ակին անելուք ունեն անելու պատմաբանները չգիտեմ ինչերը եւ այլ շատ անգամ քննադատում են բոլորը բայց իրանց հասկանում ես որ մեջը չկա բայց իրանց մեղքը չի շատ անգամ այս բանը չեն սովորել ոչ միտեղ չեն տեսել պիտի գաս տեսնես ես բախտ եմ ունեցել մի քանի տարբեր այսպիսի տեղերում ապրելու եւ եկեղեցական իրանց աշխատանքի տեսնելու կամ մասնակցելու ինչ որ չափով սովորելու համար բայց այդ անպայման մի բան է որ առանց դրա չես կարող դες դու ինչքան ուզում ես բողոքի չի ուղղվելու եւ ինձ մնար ես ասում են կփոխեի առաջնորդներին միանգամից կասեի կներես մի րոպե դու գնա մի քիչ ստաժ անցի արտասահմանում դες ոնց են ապրում այնտեղ ոնց են աշխատում հետո գաս տեղ կլնես որտեվ այն չի որ դու կարող են ասեն երբ որ սպյուրքահայ ասում է գամ ինչ որ մի բան անեն ասում են ինչ ես քննադատում դու մենք ստեղ երկիր ենք պահում հա ոնց որ դու անդամ չես այս երկրի վերջավարշապետն էլ ասեց ես ձեզ համար պատասխանատու չեմ եւ դուք էլ ստեղ բաժին չունեք իրականության մեջ հա եկեղեցին չի կարա տենց ասես եթե տենց լինի ուրի ինչ եղավ ուրեմն ինքը դարձավ միայն այդ փոքր երկրում հա սպյուրք ամեն մեկ մի հատ կաթողիկոս տնենք ստեղ դրսում վերջանանք այդ ձևով չի աշխատում ուրեմն վատ չէր լինի չէ եւ միգուցե եկեղեցին պետք է այդ լիդերությունը անի ցույց տալու որ սպյուրքահայությունը միայն օգտակար կարող է լինի Հայաստանին ներառյալ կառավարությանը հա նույնիսկ երբ որ քննադատում որտեղ քննադատությունը շարքում ինքը տածում է որ ինչ որ սխալ կա եւ ավելի լավ բան կարելի է անել պետք է իրան հարցնել ինչ անես դա բոլորի համար եմ ասում իհարկե միայն եկեղեցու համար չի խոսքս կամ կառավարության համար նավ էս էլ էս գոր ձևով ավելի երկարացնել իմաստ չունի բայց ամփոփելու համար ասեմ որ տարբերությունը մեծ Սփյուռքի եւ Հայաստանի այնա որ Սփյուռքում տեր են իրանց եկեղեցում իրանք են պահում իրանք են շատ անգամ նոր գաղութներ որ ստեղծվում են հավաքվում են 50 ընտանիք ասում են եկեղեցի պետք ունենք ուտեղից սկսում է գնում մյուսները ժառանգում են իրանց արդեն պապերի սարկած այդ եկեղեցին ու պահում են տանում են առաջ մենք մեր եկեղեցու ասենք 100-ամյա կտոնեցինք թե 90 քանի տարեկան տոնեցինք ու այդ բնականաբար քանի սերունդ ենք խոսում դա չէ որ պահել են այդ մոտեցումը եւ այդ կուլտուրան հա պետք է ինչ որ ձևով մտցնել Հայաստան որպեսզի իրավիճակը լավանա առանց դրա չի լինի այդ ձևով չի ստացվի ֆինանսական հարցերը պետք է վերցնես ընդհանրապես իրանց ցերքից քաղաքականների այսպես ասած հա իրանց բանը պետք է ստանան բնականաբար ռոճիկը ասենք թե բայց իրանք պետք է տնօրինեն ամեն ինչ այդտեղ եկեղեցական խորհուրդները պետք է եկեղեցու ֆինանսներով զբաղվեն իսկ առաջնորդարանում էլ նույն կոնտրոլը պետք է լինի քաղաքացիական այդ բառն գործածում civil ոչ կրոնական այդ ակտիվ մասնակցությունը եւ կոնտրոլը պետք է լինի որպեսզի այս ճիշտ աշխատի այս մեքենան որտեղ դրան էտա ձև չկա ուրիշ մարդ որ թողնում ես բացի թողի հետո վատանում է հետո ասում են ինչա վատացել դրա համար anyway այսօր էսքանը Վարդան Վարդանյան VV Talks